Ժողովուրդ օրաթերթը գրում է, ՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից։ Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է եւ ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել ամփոփիչ բանավեճից փրկելով Սարիկ Մինասյանին։ Ժողովուրդ օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը, մտածել որևէ պատճառ եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց, այնտեղ ուղարկելով իրենց ծանր հրետանուն Նազելի Բաղդասարյանին։ Սակայն Բաղդասարյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հերքեց. նման բան չկա եւ չի կարող լինել, մեր նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ներկա է լինելու բանավեճին եւ փաստարկված արձագանքելու է այն բոլոր ստերին եւ կեղծիքներին, որոնք փորձ է արվում կապել իր կամ կուսակցության անվան հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարության փորձում են կեղծ քարոզություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊԱ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջևում է։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ Միջանցքի, ոչ սահմանադրության փոփոխության, ոչ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ոչ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաև Տավուշում իրեն պատկանող 3 տարածքները, դրանց թվում նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է. իսկ հնարավոր չէ Տիգրանաշենն Արցվաշենով փոխարինել։ Ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով Սյունիքն ու Վայոց ձորը կտրվելու են Հայաստանից։ Փաշինյանը հարցից վրդովել է, թե ինձ մղում եք հանցագործության, ինչպես կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արցվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։ Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ 2025 թվականի հունվարի 16-ին վարչապետի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է ինչ թափուր է։ Հայաստանի Հանրապետության դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն վարչության պետ են ցանկանում նշանակել ոչ թե դատախազության կադրերից մեկին, այլ դրսից բերված մասնագետի, որը առնչություն չունի դատախազության հետ։ Եվ հենց այս հանգամանքը ապօրինի գույքի բռնագանձման գործը քննող դատախազների շրջանում խռովությունների պատճառ է դարձել ու չի բացառվում, որ առաջիկայում ազատումներ լինեն դատախազությունից։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի հատիկ ակցիաների կոնտենտը ապահովելու համար իրավապահ համակարգը ծառայեցնում է ապօրինի ծագման գույքի վերադարձի շոու ծրագրին, ինչին արդեն ներսում սկսել են դիմադրել դատախազները։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում էլ այս նույն վարչությունից աշխատանքից ազատման դիմում գրեց դատախազ Գևորգ Քոչարյանը, ով օրերս նշանակվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար։ Ի պատասխան այս իրավիճակի դատախազությունից նշեցին, որ 2025 թվականի փետրվարի 27-ին դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի Թափուր Հաստիկին եւ վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիկի նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթ կազմակերպելու մասին հայտարարությունը։ Մրցույթի արդյունքների հիման վրա էլ տեղի կունենա նշանակումը։ Հրապարակ օրաթերթը գրում է, եթե հարցը չորով դրվի, ՔՊԱ-ականներից շատերն անտանելի վիրուս կբռնեն։ ՔՊ-ում դեռ չեն քննարկվել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ պատիվ ունեմից Տարոն Մարգարյանին անձեռն մխելիությունից զրկելու հարցը։ Մասնավորապես, թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊԱ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն, սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն падգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին հիվանդանալ եւ իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս հաշվեհարդարին։ Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա մեր աղբյուրների պնդմամբ կլինեն ՔՊԱ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը, եթե չեն ուզում, որ մի օր էլ իրենք հայտնվեն Փաշինյանի յաթաղանի տակ, ապա պետք է գնան եւ դեմ քվեարկեն փակ քվեարկության ժամանակ։ Մանավանդ, որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու, քան թե օգնելու են այդ падգամավորներին։ Ըստ օրենքի նիստին մասնակցող падգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու նախագիծը կընդունվի, թե կմերժվի։